Իմ կարծիքի ուսումնասիրման հիման վրա ինվազիվ սրտաբանության ոլորտի առաջատար բժիշկ անվանակարգում ազգային բժիշկ եւ առաջատար բժշկական կենտրոն մրցանակը շնորհվում է Գյումրու բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբանության ծառայության ղեկավար ինվազիվ սրտաբան Դավիթ Մինասյանին։ Անմնացորդ նվիրում եւ նորարարական մոտեցումներ, ապրումակցում եւ անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժարոյի։ Ինվազիվ սրտաբան Դավիթ Մինասյան, նվիրյալ բժիշկ, ով ընդամենը 1 ամսով մայրաքաղաքից տեղափոխվելով Գյումրու բժշկական կենտրոն արդեն 10 տարի գիտելիքներն ու հմտությունները կիրառում է հանուն կյանքերի փրկության։ Շատ կարևոր է մարզերում ունենալ նման ծառայություն, այսինքն կորոնարոգրաֆիա, ստենտավորում, հասանելիությունը շատ կարևոր է։ Ուզում եմ առանձնացնել այս մարզերում, քանի որ մարզերից Երևան հասնելը շատ ժամանակատար է եւ նաեւ միշտ չի որ բոլորին հասանելի է լինում, այդ թվում կա հիմնականում արագ միջամտություն անելու անհրաժեշտություն, ինչը արդեն տվյալ դեպքում եւ Գյումրիում ունենք, Շիրակի մարզում ունենք նման ծառայություն, հասանելի է դարձնում նախ հարակից բնակչությանը, անմիջապես եւ շտապ կարգով ստանալ որակյալ բժշկական օգնություն։ 2021 թվականից փորձառու մասնագետ Դավիթ Մինասյանը ղեկավարում է Գյումրու բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբանության ծառայությունը, որտեղ իրականացվում են կորոնարոգրաֆիա, ցանկացած բարդության ստենտավորում, ժամանակավոր ռիթմավարի տեղադրում, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիաների ինվազիվ թրոմբոլիզ եւ այլ ծառայություններ։ Վերջին տարիներին հաջողությամբ վիրահատվել եւ նոր կյանք են ստացել հազարավոր բուժարուներ։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտած ինվազիվ սրտաբան Դավիթ Մինասյանը, հետևելով եվրոպական եւ ամերիկյան ասոցիացիաների ուղեցույցներին եւ մասնակցելով Հայաստանում եւ արտերկրում կայացող գիտաժողովներին, իր ղեկավարած բաժանմունքում մշտապես կիրառում է համաշխարհային նորարար մեթոդներ։ Բժիշկ Մինասյանի շնորհիվ ինվազիվ սրտաբանության ոլորտում հաջողությամբ իրականացվել է թոքային զարկերակի բացառիկ միջամտություն, ինչի շնորհիվ սրտաբանը 2016 թվականին արժանացել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տարվա լավագույն երիտասարդ բժիշկ կոչմանը։ Բժիշկ Մինասյանի գործունեությունն արժևորվում է բուժարոյի առողջացմամբ։ Նրա աշխատանքը գնահատված է ինչպես գործընկերների, այնպես էլ պատկան մարմինների կողմից։ Դավիթ Մինասյանն ապրում եւ արարում է իր կոչմանը հավատարիմ, անմնացորդ ծառայելով իր ազգին, արժևորում վաստակած անունն ու պայքարում վերջինի անաղարտության համար։ Երևի թե մասնագիտության ընտրության հարցում կարևոր դերը փոքր ժամանակվանից այնց եղել է այն ցանկությունը եղել է մարդկանց օգնելը, ինչը հետագայում արդեն որոշիչ եղավ մասնագիտության ընտրության հարցում եւ ընտրեցի բժիշկ մասնագիտությունը, այնուհետեւ ավելի շատ գրավեց սիրտը որպես մարդու, այսպես ասած, շարժիչ օրգանը, առանց որի աշխատանքի բնականաբար մարդը գոյատևել, գոյություն ունենալ չի կարող։ Այդ բոլորը երևի թե իրար հետ ընտրեցի արդեն սրտաբանի մասնագիտություն եւ արդեն ավելի նեղ մասնագիտացում որպես ինվազիվ սրտաբան։